Ռուսական մամուլը շարունակում է մեկնաբանել Սանկտ Պետերբուրգի հանդիպումը։ Այսօր իր խմբագրականով այդ հարցին է անդրադարձել Նեզավիսիմая գազետան։ Նկարագրելով հանդիպումը եւ նրա արդյունքները թերթը հարցնում է. իսկ կարելի է դիտորդների թվի ավելացումը, որը որ հանդիպման միակ կոնկրետ նվաճումն էր, համարել էական ձեռքբերում։ Թերևս ոչ։ Դիտորդները տեղական փոխհրաձգությունների համար չեն կարող արգելք լինել։ Ըստ մեկնաբանի պետք չէր Պետերբուրգից մեծ սպասումներ ունենալ։ Կողմերի տեսակետները իրարից չափազանց հեռու են, եւ եթե չեն կրակում, դա արդեն լավ է։ Ադրբեջանական կողմը ընդգծում է, որ չի կարող մյուսների նման երկար սպասել հակամարտության լուծմանը եւ չի սպասի, սակայն համբերության սպառումը ապրիլի սկզբին ոչ մի դրական արդյունք Բաքվին չտվեց, բացի զոհերից։ Հայկական դիրքերի վրա եւս մի նման հարձակումը Բլիցկրիգի սկզբունքային անհնարինության դեպքում կարող է համաշխարհային քաղաքական կենտրոններում սկզբնավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը։ Այնուամենայնիվ Ադրբեջանը պետք է համբերությունը հավաքի, շարունակի բանակցությունները եւ փորձի խաղաղ մեթոդներով իրավիճակը շրջել իր կողմ։ Այժմ ժամանակը նրա օգտին է խաղում։ Քարորյա պատերազմը նաեւ մերկացրեց Հայաստանի խնդիրները։ Ղարաբաղի ազատության հարցը միավորել էր հայ ժողովրդին, չնայած իշխանության հետ խիստ հակասություններին։ Մարդիկ պատրաստ էին ցանկացած զրկանքների հանուն Ղարաբաղի, իսկ իշխանությունները օգտվեցին այդ հանգամանքից, եւ ապրիլին պարզվեց, որ ամեն ինչ այդքան հաջող չէ, որպիսի զրկանքների տասնամյակներ արդարացված լինեն։ Հայաստանում շատերը ավելի շուտ են կանխատեսել իրավիճակը եւ լքում են հայրենիքը։ Հողին մարդիկ են պետք, առանց նրանց հողն իմաստազրկվում է եւ սովորաբար տարածքային նոր տեր է հայտնվում։ Հայաստանի իշխանությունները ի տարբերություն ադրբեջանականից հայտնոտի մեջ են։ Նրանք Ղարաբաղյան պատերազմի դադարից 1994 թվականի Բիշկեկյան զինադադարի ստորագրումից հետո ժամանակ ունեին, բայց հիմնականում այդ ժամանակը մսխեցին։ Եվ ամեն ինչ պատճառաբանել այնպիսի օբյեկտիվ հանգամանքներով, ինչպես թուրք-ադրբեջանական շրջափակումն է կամ համաշխարհային ճգնաժամը, արդարացի չէ, գրում է Նեզավիսիմая գազետան։